Հարգելիներս, այսօր մենք սկսելու ենք նախագծային աշխատանք հայկական ուտեստները։ Երեխաները պատրաստվել են, դպրոցի ճաշարանում իրականացրել են բոլոր գործողությունները, նկարահանվել է և այդ բոլորը մենք այսօր կներկայացնենք։ Հայկական դերն աշխարհում ձևավորվել է Վանի կամ Ուրարտական թագավորությունը։ Քրիստոսից առաջ 9-ից 7-րդ դարում Հայաստանում պահպանվել է մինչև օրս հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները։ Հայաստանը գտնվելով արևելքի և արևմուտքի միջև խաչմերուկում բոլոր ժամանակներում մեծ ազդեցություն է ունեցել այդ խաչմերուկում գտնվելով և ազդվել է և ինքը ինքնուրույնություն է պահպանել թե մշակույթը, թե նյութական արժեքները։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր նյութական արժեքների համար և այդ պահպանելու համար մինչև այսօր կարողացել է գոյատևել։ Պատմական երկար դաժան ժամանակաշրջան է անցել Հայաստանը իր ինքնուրույնությունը պահպանելու համար։ Հին դարերում Ուրարտական թագավորությունը Քրիստոսից առաջ 9-ից 7-րդ դարերում Հայաստանի տարածքում ապրող բնակչությունը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, երկրագործությամբ, Կարմիր բլուրի Թեշեբայինի պեղումների ժամանակ հայտնաբերել են վանեցիների սննդի բնույթի բոլոր, ուրեմն ցորենը, գարին, հաճարը, նույնիսկ ոլորը։ Պեղումների ժամանակ հայտնաբերված շտեմարանները, հացահատիկով լեցուն կարասները, գարեջուր, քաղցրիկ պահպանելով ու պահելու անոթներով մեզ է հասցրվել դեռևս Ուրարտական թագավորության ժամանակվանից, հատկապես Ռուսա երկրորդից։ Պեղումների ժամանակ գտան նաև ցորենի ձավար, որը խաշում են, չորացնում, քարե սանդով թաղանթ է հեռացնում, որից հետո ձավարը նորից չորացնում են և այդ ձավարը կոչվում է կորկոտ։ Այսօր մենք իմ խոսքից հետո կլսենք Վիկայից կանոնի աշխատանքը, խնդրեմ։
վկայում էր, որ մեզնից 3000 տարի առաջ ուրարտացիները մշակել են բոլորի մի քանի տեսակներ։ Օրինակ փափուկ սորեն, որը մինչև այժմ մշակում են Արարատյան դաշտում։ Հայերը օգտագործում են նաև գարի կորեկ, որից պատրաստում են գարեջուր։ Մինչև այժմ հայերը օգտագործում են ածիկային նյութեր։ Հույն զորավար Քսենոֆոնը Հայաստանի շրջանում նահանջելիս տվել է հայերի նկարագիրը։ Հայերը պահում են այծեր, ոչխարներ, կովեր և թռչուններ։ Նաև օգտագործում են գարի կորեկ, որից պատրաստում են դառը ջուր։ Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերվել են կորեկի պաշարներ, հացի մնացորդներ, ձվաձև հաշ մեջտեղծակ կորեկից բլիթներ։ Հույն պատմիչ Կարթիոսը պատմում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին ձեթի փոխարեն իր մարմնին քսում էր սեզամ քունջուտ։ Մենք կարող ենք հաստատ ասել, որ մենք հայերս ավելի շատ ցորեն ենք օգտագործել, քան տարեկան։ Օգտագործվել են սեզամ, քունջուտ, ոսկ, կանեփ։ Ռուսայի կոր թագավորի արձանագրությունները պատմում են խաղողի այգիների պտղատու ծառերի մասին, ալոց, սալոր, խնձոր, Հնեյաբանների կողմից հայտնաբերված ոսկորներից կարելի է եզրակացնել, որ մեր նախնիները նույնպես օգտագործել են հավի, ոչխարի, խոզի, այծի, մսե։ Գարմիում առաջին դարում մեր թվարկությունից առաջ նույն մթերքները նույնպես օգտագործվել են։ Դվինում, Դվին քաղաքում, քնարի։ Դվին քաղաքում 5-ից 12-րդ դարերում օգտագործվում են վերում նշված սննդամթերքներ։ Օգտագործվել են սննդամթերքներ, բոզբաշ, խար, ոչխարի խորոված և այլն։ Մեր հիմնական սննդամթերքներից մեկը լավաշ հացը։ ջրից և աղից պատրաստում են 300-400 գրամանոց գնդեր, որոնք գտնակում են 3-ից 4 հաստությամբ երկար շթերթերով։ Որն է պատճառը, որ դարերանց լավաշը չի կորցրել իր կարևոր դերը հայի կենցաղում։ Դա սննդայնությունն է, լավ հյուրացնելը, երկար պահելու ունակությունը և հաց թխելու մեթոդը։ Լավաշը չորացնում է, պահում հատուկ հացի պահարաններում և օգտագործելուց առաջ ան թռչում են խմելու ջրով և ծածկում սփռոցով։ Իսկ որտեղ են պատրաստվում մեր ավանդական լավաշները։ Յուրաքանչյուր գյուղում կա թոնիր, այն ունի անցք, անցքը ծառայում է օդի շրջանառության համար։ Թոնրում թխում են լավաշը և թխվածքները։ Թոնիրը տաքացնում են աթարով կամ չափով։ Լավաշը բարակ հմորաթերթիկ է և արագ պատրաստվում է։ Իսկ այժմ լավաշը թխում են էլեկտրական կոնվերի վրա։ Հետաքրքիր է, որ հայերիս մոտ սնունդը ընդունելու ռեժիմը նույնպես դարերի վերջ չի խաթարվել։ Հիմնական սնունդը ընկնում է ճաշին և ընթրիքին, իսկ նախաճաշի մասին գրեթե հիշատակություն չկա։ 5-րդ դարի պատմիչը Ղազար Փարվեցին նկարագրել է առաջին տեսակի ուտեստները։ Առաջին տեսակի ուտեստները արգանակներն են, խորտիկները և աղուրները։ Երկրորդ տեսակի սնունդը մսեղեններ, ձկնեղենը և ձվեղեն աղուրները և շատ կանաչեղեն։ Հետաքրքիր է, որ մեր նախնիները և այժմ էլ ձուն գիշերները հազվադեպ են օգտագործում, որովհետև համարվում է դժվարանարս։ Մովսես Պարենացին և
Հովհաննես Մանդակուրին իրենց արձանագրություններում նշում են Հայաստանում տավարի և ոչխարի օգտագործման չափի մասին։ Աշակունիների թագավորները և իշխանները ձկով ապահովելու համար ստեղծում էին ջրամբարներ։ Այդ մասին վկայում է Փաստոս Բուզանդը, հիշատակելով կարմրախայտը, ծիածանափայլը։ Հայաստանում շատ օգտագործում են բանջարեղեն, ինչպես հիմա։ Այդ է վկայում Ղազար Փարպեցին, Եղիշեն։ Ամիջ տեսակի կերակուրը պատրաստում են հավից կամ գարան փորոտիկը հեռացնում են, լցնում բրնձով, ծիրանի կորիզով, արմավով, նշով, չամիչով, ծիրանաչրով, յուղով տապակում են կամ իջեցնում են թոների մեջ։ Հայաստանում մինչև այսօր հեռավոր գյուղերում ամիջը օգտագործվում է, շատ հազվագյուտ, բայց օգտագործվում է։ կներկայացնենք մեծ հայքի 10-րդ նահանգի ազգային ուտեստներից մեկը՝ շինգյալը հացը։
Լուսյան լուսայեկա Սորմին կարեք Վերվարանին գետասոտես լուսայեկա Պամատա ապունդալուն կուչիր հոդա Sırtın tenakala Eti birden bakşetir Derde sırttan tekşetir Hora ho Apamada Apundalu Kuchir hota Hora ho Hora ho Sapan Kahkataen Tsekaban Ver imbalan Nestemachi Ase Kumarnachi Hora ho Apamada Apundalu Kuchir hota Hora ho Hora ho Pundalu kuchir hota hora ho Շինգելով հաց պատրաստելու համար օգտագործում են հիգիստան տեսակի կանաչիներ, աղ, սև և կարմիր պղպեղ, ձեթով պատում և պատրաստում է արագ։ Աշխարհի համար դու հարչալուս բաց մեզ համար պարգև որտեղ ես Աստված մեր այունացում ու մեր հաղթանակն հասախայում մեր պայքար չի գա Հora
Այժմ նայենք էկրանը, հնչում է ղափամա երգ։ Արաքասած դթումը, առինք բերինք մեր տունը, մանաջացած կախեցինք, թորի մեջը կախեցինք, եկան էլ հերու հորքուր, եկան էլ մերու մորքուր, եկան քերի քերակին, հարսնակուր ու հարսնախպեր, եկան հմոտի քերավոր, զոքանց կեսուր ու քավոր, հեյ, հեյ ջան, 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 ղափամա, համով խոտով ղափամա, Hey Jan Jan Ghapama, Mehra Mechel Ghapama, Hey Jan Ghapama, Amor Rotav Ghapama, Hey Jan Jan Ghapama, Mehra Mechel Ghapama. Նախագծային աշխատանքը չորուցամակ չլինի, դրա համար համեմեցինք երաժշտությամբ, մեր երգով ու մեր պարով։ Հույս ունեմ, որ գող կլինեք և ձեզ դուր կգա։